Ողջույն բոլորին, US Armedia YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ։ Այսօր մի քանի դրվագներում կշրջանցեմ մի իսկ սահմանած կանոնները եւ կլինեմ կողմնակալ, բայց այդ կողմնակալության մեջ կլինեմ առավել ազնիվ ու անաչառ։ Թողարկման ընթացքում կպատմեմ Մինեապոլիսում տեղի ունեցած սպանության մասին, կոնգրեսում սպասվող վերադասավորումների, կլինի Մարիամ Աթաբեկյանի հերթական ռեպորտաժը, որտեղ կընդգծվեն առողջապահական մասնագետների ուղեցույցները, եւ վերջում վերլուծական նյութով կներկայացնեմ հրդեհներից 1 տարի անց սյուժեն։ Խոստանում եմ հետաքրքիր ու բովանդակալից եթեր եւ խրախուսում դիտել մինչև վերջ։ Եթե բաժանորդագրված չեք ալիքին, ապա ի գործ կանխավ, շնորհակալ եմ։ Եվ առաջինը Մինեապոլիսում այսօր տեղի ունեցած սպանությունը այլևս պարզապես միջադեպ չէ, այն դարձավ Թրամփյան ներգաղթային քաղաքականության ամենասուր եւ վտանգավոր դրսևորումներից մեկը ուղիղ եթերում, տեսախցիկների առաջ, բնակելի թաղամասում։ YouTube-ի կանոնները թույլ չեն տալիս կադրերն ամբողջությամբ հրապարակել, սակայն կանեմ առավելագույնը դեպքը մանրամասն ներկայացնելու համար։ 37-ամյա սպանությունը տեղի ունեցավ այսի գործողության ժամանակ, քաղաքից ոչ հեռու այն վայրից ընդ որում, որտեղ արդեն պատմականորեն կապված են պետական բռնության դեպքեր, կոնկրետ Ջորջ Ֆլոյդի սպանությունը։ Այժմ դեպքը նկարահանվել է ականատեսների կողմից, իսկ տեսանյութերը կասկածի տակ են դնում դաշնային իշխանությունների ներկայացրած ինքնապաշտպանության վարկածը։ Ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոեմը հայտարարել է, որ կրակ բացած աշխատակիցը վախենալով իր եւ շրջապատում գտնվող մյուս աշխատակիցների կյանքի համար գործել է ինքնապաշտպանության շրջանակում։ Ըստ այդ վարկածի նա կիրառել է իր մասնագիտական պատրաստվածությունը պաշտպանելու ոչ միայն իրեն, այլև հասարակական անվտանգությունը։ Նշվեց նաև, որ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց բուժում ստացել եւ այժմ գտնվում է ընտանիքի հետ։ Պարզապես երբ դիտում ես կադրերը, փնտրում ես գեթ 1 պատճառ, որ բժշկական օգնության կարիքի մասին խոսի։ Դրանք չկան ուղղակի։ Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյկոբ Ֆրեյը վարկածն անվանել է անհեթեթություն եւ սուտ։ Այս հակասությունը կարևոր է։ Մի կողմում դաշնային իշխանություն, որը փորձում է միջադեպը տեղավորել այսպես կոչված ուժի օրինական կիրառման շրջանակում, մյուս կողմում քաղաքային ղեկավարություն, որը խոսում է անհամաչափ ուժի եւ քաղաքացիական զոհի մասին։ Տեսագրություններում երևում է, որ այսի աշխատակիցը մոտենում է մեքենային, փորձում է բացել դուռը, իսկ երբ մեքենան սկսում է շարժվել, մեկ այլ աշխատակից անմիջապես կրակ է բացում շատ մոտ տարածությունից։ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Վոլցը միջադեպը բնորոշել է որպես կանխատեսելի եւ խուսափելի, նա կոչ է արել պահպանել խաղաղությունը, բայց միևնույն ժամանակ ընդունել, որ դաշնային գործողությունների այս ձևաչափը լարվածության պայթյունավտանգ կետ է ստեղծել։ Մինեապոլիսում սպանված կինը դարձավ քաղաքականության զոհ, անկախ նրանից ինչ եզրակացության կհանգեն հետաքննողները։ Այս դեպքը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ դաշնային իշխանությունները գործում են առանց տեղական համայնքների վստահության, արդյունքը լինում է նույնը՝ վախ, դիմադրություն եւ նույնիսկ մահ։ Դաշնային իշխանությունները հիմա պնդում են, որ միայն այսօր Միացյալ Նահանգներում գրանցվել է 4 ներքին ահաբեկչական հարձակում դաշնային աշխատակիցների դեմ ավտոմեքենաների միջոցով հարվածելու ձևով, որոնցից 3-ը միայն տեղին ունեցել հենց Մինեապոլիսում։ Նշվել է նաև, որ վերջին շաբաթների ընթացքում նման միջադեպերի թիվը գերազանցել է 100-ը, եւ դա ըստ նրանց պետք է անհապաղ դադարեցվի։ Հայտարարության մեջ ընդգծվել է նաև, որ այսի աշխատակիցների դեմ հարձակումները ըստ վիճակագրության աճել են ավելի քան 1300%-ով, իսկ մահվան սպառնալիքները շուրջ 8000%-ով։ Հասկանում եմ, մեծ թվեր են, բայց բառացի փորձում են փոխանցել Քրիստի Նոեմի առաջ քաշած վարկածը։ Առանձնապես շեշտվել է, որ նույն աշխատակիցը, որը կրակել է այս միջադեպի ժամանակ, դեռևս հունիսին ենթարկվել էր ավտոմեքենայով հարվածի, քարշ էր տրվել ճանապարհով եւ այդ ժամանակ եւս ստացել էր վնասվածքներ։ Այս փաստը ներկայացվել է որպես ապացույց, որ գործ ունենք ոչ թե մեկ պատահական իրավիճակ, այլ շարունակվող եւ աճող վտանգի հետ։ Այս ամբողջ հայտարարության տրամաբանության մեջ Մինեապոլիսում տեղի ունեցած սպանությունը ներկայացվել է ոչ թե որպես ողբերգական միջադեպ, այլ որպես լայն պայքարի անխուսափելի դրվագ։ Տեսանյութերը դիտած հանրությունն ու փողոց դուրս եկած հազարավոր մարդիկ նույն միջադեպը տեսնում են բոլորովին այլ կերպ։ Նրանց համար սա ոչ թե օրենքի պաշտպանություն է, այլ ուժի անհամաչափ կիրառում, որը հանգեցրել է քաղաքացիական զոհի, եւ որքան էլ դաշնային կողմը փորձի միջադեպը ներկայացնել թվերի, վիճակագրության եւ քաղաքական մեղադրանքների լեզվով, տեսախցիկների ֆիքսած կադրերը շարունակում են հարց բարձրացնել, արդյոք այդ կրակոցը իսկապես անխուսափելի էր։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում հանրապետականների արդեն իսկ փխրուն մեծամասնությունը եւս մեկ հարված է ստացել Կալիֆոռնիայից ընտրված հանրապետական կոնգրեսական Դագ Լամալֆայի անսպասելի մահվան պատճառով։ 65-ամյա Լամալֆայի մահը, ինչպես նաեւ նախկինում տեղի ունեցած հրաժարականները, հանգեցրել են նրա, որ հանրապետական կուսակցության առավելությունը պալատում կրճատվել է մինչև 218 մանդատ, ընդդեմ դեմոկրատների 213-ի։ Այս հարաբերակցությունը ստեղծում է չափազանց նուրբ քաղաքական հավասարակշռություն, որովհետև յուրաքանչյուր քվեարկությունը դառնալու է ավելի վճռորոշ։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն այսօր կայացած ասուլիսում բարձր է գնահատել Լամալֆայի գործունեությունը, նշելով, որ նա իսկական նվիրյալ է։ Ջոնսոնի խոսքով Լամալֆան երկար տարիներ պայքարել է Հյուսիսային Կալիֆոռնիայի շահերի,
նահանգի բնական պաշարների եւ իր ընտրողների կյանքի որակի համար։ Նրա մահվան լուրը մեծ արձագանք է գտել ընտրատարածքում, որտեղ բնակիչները պատմում են նրա անմիջական եւ պարտաճանաչ աշխատանքի մասին։ Լամալֆան առաջին անգամ ընտրվել էր կոնգրես 2012 թվականին եւ դրանից հետո բազմիցս վերընտրվել է, ներկայացնելով Կալիֆոռնիայի հիմնականում գյուղական հյուսիսային շրջանները։ Միաժամանակ սպասվում է, որ դեմոկրատները շուտով եւս մեկ մանդատ կավելացնեն իրենց հաշվեկշռին։ Հունվարի 31-ին նախատեսված երկրորդ փուլով ընտրությունների արդյունքում կլրացվի Սիլվեստր Թըրների թափուր մնացած տեղը, ինչը կարող է ավելի սրել ուժերի հարաբերակցությունը պալատում։ Երկիրը պատրաստվում է միջանկյալ ընտրություններին, որոնք վճռորոշ կլինեն կոնգրեսի վերահսկողության համար։ Ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ առաջիկա ամիսներին ներկայացուցիչների պալատում յուրաքանչյուր քվեարկություն կարող է ունենալ լուրջ քաղաքական հետևանքներ։ Տարիներ շարունակ Միացյալ Նահանգներում առողջապահական քաղաքականությունը կառուցվել է ոչ թե այն հարցի շուրջ, թե ինչպես չհիվանդանալ, այլ ինչպես բուժել արդենից ձևավորված հիվանդությունները։ Այս մոտեցումը ձևավորել է համակարգ, որտեղ սնունդն է հաճախ դարձել խնդիր, իսկ դեղորայքը լուծում։ Սակայն այսօր Սպիտակ տանը հնչած հայտարարությունները ցույց են տալիս, որ վարչակազմը փորձում է փոխել այդ տրամաբանությունը, շեշտադրելով կանխարգելումը, սննդակարգը եւ կյանքի որակը որպես ազգային անվտանգության եւ տնտեսական կայունության հարց։ Այս համատեքստում Սպիտակ տանը կայացած ասուլիսի ընթացքում Միացյալ Նահանգների վարչակազմը ներկայացրել է առողջապահական եւ սննդային քաղաքականության լայնածավալ փոփոխություններ։ Մարիամ Աթաբեկյանն է իմի բերել առողջապահության պատասխանատուների ասուլիսը։ Սպիտակ տանը կայացած ասուլիսի ընթացքում ԱՄՆ վարչակազմը ներկայացրել է առողջապահական եւ սննդային քաղաքականության լայնածավալ փոփոխություններ, պաշտոնապես հրապարակելով 2025-ից 30 թվականների սննդակարգի նոր ուղեցույցները։ Ասուլիսին մասնակցել են նախագահի առողջապահական թիմի առանցքային պաշտոնյաները, որոնք հայտարարությունները ուղեկցել են ուղիղ գնահատականներով։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը առողջապահական ոլորտում իր հիմնական ներքին խոստումը համարում է ամերիկան կրկին առողջ դարձնելը։ Նրա խոսքով մեկ տարուց էլ քիչ ժամանակում նախագահը եւ նրա թիմը իրական առաջընթաց են գրանցել, հավելելով, որ արդեն իսկ իրականացրել են քայլեր արհեստական սննդային ներկերի հեռացումից մինչև դեղերի գների կտրուկ նվազեցում։ Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի Կրսերը հայտարարել է, որ նոր ուղեցույցները դաշնային սննդային քաղաքականության պատմության ամենախոշոր վերագործարկումն են։ Տասնամյակներ շարունակ կառավարությունը մեզ խաբել է պաշտպանելով կորպորատիվ շահերը, ներկայացնելով սննդանման նյութերը որպես առողջարար, այսօր այդ սուտը կանգ է առնում։ Քենեդի Կրսերը հայտարարել է, որ նոր ուղեցույցները ճանաչում են ամբողջական սննդարար մթերքը որպես առողջության ու ծախսերի նվազեցման ամենաարդյունավետ ճանապարհ եւ հավելել, որ ավարտում են հագեցած ճարպերի դեմ պատերազմը։ Նախարարը նշել է, որ սպիտակուցներն ու առողջ ճարպերը սխալմամբ էին տարիներ շարունակ մղվել երկրորդ պլան։ Նրա խոսքով ավելացված շաքարը, հատկապես քաղցր ըմպելիքները, մետաբոլիկ հիվանդությունների հիմնական շարժիչ ուժն են եւ այսօր կառավարությունը պատերազմ է հայտարարել ավելացված շաքարի դեմ։ Գյուղատնտեսության նախարար Բրուք Ռոլինսը նշել է, որ նոր ուղեցույցները անմիջական ազդեցություն կունենան դպրոցական ճաշարանների, SNAP ծրագրի, զինվորականների, վետերանների եւ սոցիալական սննդային բոլոր ծրագրերի վրա։ Նրա խոսքով տասնամյակներ շարունակ դաշնային խթանները խրախուսել են ցածր որակի, բարձր մշակված սնունդի կանխարգելման փոխարեն առաջ մղելով դեղորայքային միջամտությունները։ Ռոլինսը շեշտել է, որ լուծումը պարզ է՝ ուտել իրական սնունդ։ Նրա խոսքով առողջ սնունդը կարող է լինել մատչելի եւ վերջապես իրական սնունդը վերադարձնում են ամերիկյան սեղանի կենտրոն։ Բժիշկ Մեհմեդ Օզը հայտարարել է, որ առողջ սննդակարգը կարող է էականորեն նվազեցնել դեղերի նկատմամբ կախվածությունը։ Լավագույն ճանապարհը դեղերի ծախսը նվազեցնելու համար այն է, որ մարդիկ պարզապես այդ դեղերի կարիքը չունենան։ Ճարպակալման ընդամենը 10% նվազեցումը կարող է տարեկան մոտ $30 միլիարդ խնայել միայն Medicare ծրագրի համար։ FDA-ի ղեկավարը Մարտի Մքերին իր ելույթում կոշտ քննադատել է նախկին սննդային մոտեցումները։ Նրա խոսքով տասնամյակներ շարունակ մեզ կերակրել են կոռումպացված սննդային բուրգով, ոչնչացնելով բնական ճարպերը եւ անտեսելով իրական խնդիրը՝ ուլտրամշակված սնունդը եւ շաքարը։ Մաքերին նշել է, որ երեխաների 60-ից 70%-ը իր կալորիաները ստանում է ուլտրամշակված սննդից, ինչը նա բնութագրել է համաճարակ։ Պաշտոնյաներն ընդգծել են, որ ներկայացված ուղեցույցերը պարտադիր օրենք չեն, սակայն հանդիսանում են դաշնային սննդային եւ առողջապահական ծրագրերի հիմքը։ Նրանց ձևակերպմամբ սա առողջապահական համակարգի փիլիսոփայության փոփոխություն է, հիվանդությունները բուժելուց դեպի դրանք կանխարգելելու ուղղությամբ։ Մարիամ Աթաբեկյան, հատուկ USR Մեդիայի համար։ Մինչև օրվա գլխավոր թեմային անցնելը, այն է հրդեհներից մեկ տարի անց վերլուծականը, թույլ տվեք արագ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Կոզանյան Meat and Liquor եւ Կոզանյան's Family Market-ներին, Keris Moms Bakery-ին, Cosmo Palace ռեստորանին եւ Monarch Laundry-ին։
Մեր գործընկերների մասին տեղեկատվությունը պարբերաբար հայտնվում է էկրանի ստորին հատվածում, այնպես որ օգտվեք նրանց մատուցած ծառայություններից։ Նրանք ոչ միայն վստահելի գործընկեր են մեզ համար, այլև համայնքում մեծ հարգանք վայելող։ Եվ օրվա գլխավոր նյութը. երկու հրդեհ եւ ծախողված համակարգ, այսպես են վերնագրել։ Իթանը եւ Palisades-ը տարբեր վայրեր էին, տարբեր համայնքներ, տարբեր սոցիալական միջավայրեր, բայց 2025 թվականի հունվարի 7-ին դրանք դարձան մեկ պատմություն։ Այսօր առաջին անգամ կլինեմ կողմնակալ եւ այս պատմությունը կվերնագրեմ նույնիսկ ծախողված կառավարման համակարգի պատմություն։ Այդ օրը հարավային Կալիֆոռնիան կանգնած էր ոչ միայն բնության արհավիրքի, այլև սեփական անպատասխանատվության դեմ։ Սանտանայի ուժգին քամիները ժամում մինչև 80 եւ ավելին մղոն արագությամբ վերածեցին սովորական հրդեհները անկառավարելի աղետների, սակայն քամիները միայն արագացրեցին այն, ինչը արդեն պետք էր կանխված լիներ։ Ethan Fire-ը խոցեց Altadena-ն, Palisades Fire-ը Pacific Palisades-ը։ Երկուսն էլ բռնկվեցին նույն օրն ու նույն պայմաններում։ Երկուսն էլ արագ տարածվեցին եւ երկուսն էլ հանդիպեցին նույն խնդրին՝ համակարգ, որը նախատեսված էր նորմալ օրերի համար, ոչ թե ծայրահեղ իրավիճակների։ Pacific Palisades-ի աղետի արմատները սկսվում են ոչ թե հունվարի 7-ին, այլ օրեր առաջ։ Նոր տարվա գիշերը հունվարի 1-ին նույն լեռնային հատվածում բռնկվել էր Lokman անունով փոքրիկ հրդեհ։ Եղանակային պայմանները բարենպաստ էին, հրշեջները կարողացել էին այն մարել, բայց վճռորոշ սխալը կատարվեց հետո։ Կրակը լիարժեք չէր մարվել։ Արմատներում մնացել էին ծխացող օջախներ, երբ 6 օր անց ուժգին քամիները սկսվեցին, թաքնված կրակը վերակենդանացավ եւ վայրկյանների ընթացքում դուրս եկավ վերահսկողությունից։ Altadena-ն պատկերն այլ էր, բայց սխալը նույնը։ Տարածքը վաղուց համարվում էր բարձր ռիսկային։ Կլիմայական պայմանները կանխատեսված էին, սակայն հրդեհաշիժման ուժերի նախապատրաստվածությունը բավարար չէր, իսկ հրդեհը բռնկվեց էլեկտրական մալուխներից։ Երկու դեպքում էլ խնդիրն այն չէր, որ կրակը բռնկվեց, խնդիրն այն էր, որ համակարգը պատրաստ չէր այն պահին, երբ պետք է լիներ առավել քան պատրաստ։ Pacific Palisades-ում հրդեհի ամենասարսափելի պահին ջուր չկար։ Բնակիչներն ու հրշեջները բառացիորեն կանգնած էին կրակի դեմ առանց ջրի։ Հրշեջ հիդրանտները չէին աշխատում, ջրի ճնշումը փլուզվել էր։ Մարդիկ փորձում էին մարել կրակը նույնիսկ ավտոմեքենայում եղած գազավորված ըմպելիքներով։ Սա արդեն աղետի պատկեր չէր, սա ենթակառուցվածքային փլուզում էր։ Հետագայում պարզվեց, որ Pacific Palisades-ի վերևում գտնվող ջրամբարը ամիսներ շարունակ դատարկ էր տեխնիկական սպասարկման պատճառով։ Altadena-ում ջրի խնդիրը նույնքան ճակատագրական էր, թեև այլ ձևով՝ տեխնիկայի պակաս, հրշեջների ուշացում, ուժերի սակավություն։ Ethan եւ Palisades հրդեհների հետևանքով զոհվեց 31 մարդ, ավերվեց մոտ 17000 շինություն, հիմնականում բնակելի տներ, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվեցին, բայց թվերը ամբողջ պատմությունը չեն պատմում։ Պատմությունը իրականում մարդկանց մասին է, որոնք մի քանի րոպեում կորցրեցին տներ, հիշողություններ, ընտանեկան ժառանգություն, մարդկանց մասին է, որոնք կարողացան փրկել միայն իրենց կյանքը, եւ 1 տարի անց այդ մարդիկ դեռևս սպասում են ոչ միայն վերակառուցմանը, այլև պատասխանի։ Ethan եւ Palisades հրդեհները շարունակվում են բյուրոկրատիայում, ապահովագրական ճգնաժամում, տանդաղ վերանորոգման մեջ եւ դարձյալ քաղաքական պատասխանատվության բացակայության մեջ։ Ethan-ի եւ Palisades-ի հրդեհներից հետո մեղադրանքների շղթան սկսվեց գրեթե անմիջապես։ Սակայն 1 տարի անց ակնհայտ է մեկ բան՝ մեղավորները կարծես շատ են, իսկ պատասխանատուն ով է։ Առայժմ ոչ ոք։ Pacific Palisades-ում հրդեհի պայն Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասը գտնվում էր արտասահմանում, Գանայում։ Դա տեղի էր ունենում այն պայմաններում, երբ ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել էր հատկապես վտանգավոր իրավիճակի մասին։ Քաղաքապետը հետագայում իհարկե խոստովանեց, որ ուղևորությունը սխալ էր, սակայն այդ խոստովանությունը չվերածվեց քաղաքական հետևանքների։ Փոխարենը պատասխանատվությունը կենտրոնացավ հրշեջ ծառայության վրա։ Փետրվարին քաղաքապետը պաշտոնան կարեց Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ղեկավարին Քրիստի Քրոուլին, մեղադրելով նրան վտանգի լրջությունը չգնահատելու, տեխնիկան նախապես չտեղակայելու եւ լրացուցիչ հերթափոխեր չկազմակերպելու մեջ։ Սակայն հետագա պաշտոնական զեկույցները ցույց տվեցին, որ խնդիրը մեկ անձի չէր վերաբերում։ Տասնյակ հրշեջ մեքենաներ շարքից դուրս են եկել, հրշեջների հետ կանչի համակարգը անարդյունավետ էր, ղեկավարությունը անփորձ, իսկ ջրամատակարարման հիմնական աղբյուրը ջրամբարը դատարկ։ Նահանգապետ Գևին Նյուսոմն էլ իր հերթին հերքեց նահանգային պատասխանատվությունը, հայտարարելով, որ հրդեհաշիժման որոշումները տեղական իշխանությունների իրավասության ներքո էին, սակայն բնակիչների համար այդ բացատրությունները քիչ նշանակություն ունեն։ Pacific Palisades-ը բացահայտեց նաև մեկ այլ իրականություն, որի մասին շատերը խոսում էին միայն տեսականորեն։ Մի կողմում կանգուն մնաց Palisades Village առևտրի կենտրոնը, պաշտպանված մասնավոր հրշեջներով, սեփական ջրատարներով եւ բավարար ֆինանսական ռեսուրսներով, մյուս կողմում բառացիորեն փողոցի հակառակ կողմում ամբողջությամբ այրվեց համայնքի ամենահին բիզնես շենքերից մեկը, կառուցված դեռևս 1924 թվականին։ Այս հակադրությունը դարձավ հրդեհի խորհրդանիշը, որտեղ կայի միջոցներ փրկվեցին, որտեղ հույսը միայն հանրային համակարգի վրա էր, այրվեց։
Այդ թվում հայկական ընտանիքներ, որոնք տարիներ շարունակ ապրել էին այդ տարածքում, հրդեհից հետո հայտնվեցին տեղահանվածի անապահովի կարգավիճակում։ Հայ համայնքի տուժածները մեծամասամբ Ալթադինայում էին, սակայն նաև Pacific Palisades-ում կային հայ սեփականատերեր, որոնք կորցրել էին տներ կամ հայտնվել ապահովագրական փակուղում։ Պաշտոնական վիճակագրություն չկա, բայց համայնքային մակարդակում այդ ցավը իրոք որ շատ իրական է։ Ալթադինայում պատկերը մի փոքր սոցիալական երանգ ուներ։ Այնտեղ հրդեհը խոցեց միջին եւ աշխատավոր դասի համայնքներին, որտեղ մարդիկ չունեին մասնավոր պաշտպանության հնարավորություն, իսկ ապահովագրական ծածկույթը հաճախ կամ անբավարար էր, կամ ընդհանրապես չկար։ Այս մասին մի փոքր ավելի մանրամասն կխոսեմ։ Եթե կրակը առաջին հարվածն էր, ապա ապահովագրական ճգնաժամը դարձավ երկրորդը։ Pacific Palisades-ում բազմաթիվ ընտանիքներ կորցրել էին հրդեհային ապահովագրությունը հենց աղետից օրեր առաջ։ Ոմանք ստացել էին սխալ խորհրդատվություն, համոզվել էին, որ չեն համապատասխանում Կալիֆոռնիայի Fair Plan-ին եւ արդյունքում մնացել էին առանց որևէ պաշտպանության։ Տասնամյակներ շարունակ վճարված ապահովագրական այդ գումարները չվերածվեցին իրական անվտանգության։ Մեկ տարի անց էլ շատերը շարունակում են պայքարել ապահովագրական ընկերությունների հետ առանց հստակ վերջնակետի։ Ալթադինայում իրավիճակը նույնքան ծանր էր։ Ապահովագրական շուկան պարզապես չդիմացավ ռիսկի, իսկ պետական վերահսկողությունը չկարողացավ պաշտպանել սպառողներին։ Այս փուլում հրդեհը դադարեց լինել բնական աղետ եւ վերածվեց սոցիալական ճգնաժամի։ Մեկ տարի անց Ալթադինայի եւ Pacific Palisades-ի տարածքում վերականգնումը չափազանց դանդաղ է։ Ավերված հազարավոր տներից ամբողջությամբ վերակառուցված է ընդամենը մի քանի տասնյակ։ Շատերը դեռևս տեղահանված են, դպրոցները, բիզնեսները, համայնքային կյանքը միայն մասամբ են վերադառնում։ Միևնույն ժամանակ քննարկվում են նոր հրդեհադիմացկուն տների մոդելներ, ավտոմատ պաշտպանական համակարգեր, ավելի ամուր շինարարություն, բայց այս լուծումները թանկ են եւ հասանելի ոչ բոլորին։ Եթե այս երկու հրդեհներն ունեն մեկ ընդհանուր եզրահանգում, ապա դա սա է։ Կալիֆոռնիայում հրդեհների կառավարման քաղաքականությունը կառուցված է ոչ թե կանխարգելման, այլ հետևանքների վրա։ Woolsey Fire-ից հետո 6 տարի էր անցել։ 200 էջանոց զեկույց կար, որտեղ հստակ ասվում էր, որ առանց միասնական հրամանատարության, առանց ռեսուրսների նախապես տեղակայման, առանց ենթակառուցվածքների ամրապնդման հաջորդ հրդեհը կլինի ավելի կործանարար։ Այդ զեկույցը անտեսվեց։ Palisades-ը վճարեց դրա գինը։ Մարդիկ սպասում են արագ վերականգնման, նրանք սպասում են ազնիվ պատասխանների, բայց դրանք չեն գալիս։ Փոխարենը գալիս են մեղմացված զեկույցներ, ջնջված տեսանյութեր, քաղաքական քարոզարշավներ եւ հաջորդ ընտրությունների խոստումներ։ Ինչպես նշեցի սկզբում, կողմնակալ լուր եմ գուցե մատուցում։ Ունեք այլ տարբերակ, խնդրեմ, գրեք մեկնաբանություններում կքննարկենք։ Բայց ինձ համար Ethan-ը եւ Palisades-ը միասին ասում են մի պարզ ճշմարտություն, եթե նույն համակարգը մնա, հաջորդ հրդեհը արդեն հարց է ոչ թե եթեի, այլ երբի մասին, եւ այն կրկին կխփի այնտեղ, որտեղ պատրաստ չեն։ Եվ կրկին կլսենք նույն բառերը՝ անսպասելի, ծայրահեղ, բնական աղետ, մինչդեռ իրական պատճառը արդեն հայտնի է։ Այս պատմությունը նաև քաղաքական մշակույթի մասին է, որտեղ ձախողումը չի պատժվում, այլ տեղափոխվում է հաջորդ պաշտոնի։ Եվ այն մարդկանց մասին է, ովքեր ստիպված են իրենց կյանքը սկսել զրոյից, այն բանից հետո, երբ համակարգը նրանց թողել է մոխրի մեջ, բառի բուն իմաստով։ Այս ամենի վրա վերջնական կետ դնելու փոխարեն Pacific Palisades-ի եւ Ալթադինայի հրդեհները բացել են մեկ այլ ոչ պակաս կարևոր ճակատ՝ Դաշնային իշխանության եւ Կալիֆոռնիայի նահանգային ղեկավարության միջև խորացող հակասությունները։ Աղետից հետո Կալիֆոռնիա ժամանեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նորընտիր նախագահ։ Նրա այցը չսահմանափակվեց սոսկ սոլիդարության ուղերձով։ Այն արագ վերածվեց քաղաքական գնահատականի եւ բաց քննադատության։ Թրամփը հրապարակայնորեն մատնանշեց նահանգի կառավարման թերությունները, շեշտելով, որ աղետը չէր կարող միայն բնական լինել, եւ տարիներ շարունակ անտեսվել են կանխարգելումը, կենթակառուցվածքները եւ արտակարգ պատրաստվածությունը։ Թրամփի ուղերձը հստակ էր. աղետները չեն դառնում մասշտաբային ողբերգություններ միայն քամու կամ կրակի պատճառով։ Դրանք դառնում են այն ժամանակ, երբ համակարգերը չեն աշխատում։ Այս դիրքորոշումը անմիջապես բախվեց Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի արձագանքին։ Վերջինս մերժեց դաշնային մակարդակով հնչող մեղադրանքները, պնդելով, որ հրդեհաշիժման որոշումների մեծ մասը գտնվել է տեղական իշխանությունների իրավասության ներքո, իսկ նահանգը գործել է օրենքի սահմաններում։ Թրամփ-Նյուսոմ հակասությունը փաստացի վերածվեց քաղաքական սիմվոլի։ Մի կողմում դաշնային իշխանությունը, որը խոսում է կառավարման ձախողման մասին, մյուս կողմում նահանգային ղեկավարությունը, որը պատասխանատվությունը մասնատում է տարբեր օղակների միջև։ Եվ շարունակելով այս թեման, Լոս Անջելեսի Pacific Palisades շրջանում այսօր տեղի ունեցել լայնածավալ հանրային հավաք եւ բողոքի ակցիա նվիրված մեկ տարի առաջ տեղի ունեցած կործանարար հրդեհների տարելիցին։ Միջոցառման հիմնական ուղերձն էր They let us burn, նրանք թույլ տվեցին, որ մենք այրվենք։
Հավաքի մասնակիցները տուժած բնակիչների իրավաբաններ, նախկին եւ ներկա պաշտոնյաներ, համայնքային առաջնորդներ եւ հասարակական գործիչներ հայտարարեցին, որ Փալիսեցի եւ Ալթադինայի շրջանների հրդեհները եղել են կանխելի, իսկ պետական ու քաղաքային կառույցների գործունեությունը անարդյունավետ եւ համակարգային ձախողման լի։ Հավաքը բացել է քաղաքացիական ակտիվիստ Ջերեմի Փադուան, որը հայտարարել է, որ սա քաղաքական ակցիա չէ կուսակցական իմաստով, այլ պահանջ է հաշվետվողականության, թափանցիկության եւ գործունակ կառավարման համար։ Նրա խոսքով հրդեհից օրեր առաջ եղել են նախազգուշացումներ, սակայն ռեսուրսների նախապատրաստում, տարհանման համակարգված ծրագրեր եւ ենթակառուցվածքային պաշտպանություն չեն իրականացվել։ Հավաքին ելույթ է ունեցել նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Թրեյսի Փարքը, որը հայտարարել է, որ տեղի ունեցածը բնական աղետ որակելն անընդունելի է։ Նրա խոսքով տարիներով կուտակված անուշադրությունը, թերֆինանսավորումը, վառելիք դարձած չմաքրված բուսականությունը, դատարկ ջրամբարները եւ տարհանման ձախողված համակարգը միասին են բերել աղետի։ Փարքը ընդունել է, որ բնակիչների զայրույթը հիմնավորված է եւ հայտարարել, որ տուժածները չպետք է հարկեր եւ թույլատվության վճարեն սեփական տները վերակառուցելու համար։ Իրավական մասով մանրամասն խոսել է գործով փաստաբան Ալեքսանդր Ռոբերտսոնը, որը հայտնել է, որ ներկայացված հայցերը ուղղված են թե Լոս Անջելես քաղաքին, թե Կալիֆոռնիայի նահանգին։ Նրա խոսքով գործի առանցքային թեզը հանրային սեփականության վտանգավոր վիճակն է, որը թույլ է տալիս շրջանցել պետական անձեռնմխելիության դրույթները։ Ռոբերտսոնը նշել է, որ կան վկայություններ եւ փաստաթղթեր, ըստ որոնց նախնական հրդեհը օրեր շարունակ ամբողջությամբ չի մարվել, իսկ պետական այգիների հատուկ քաղաքականությունը, իբր թե բույսերի պահպանություն մարդկանց անվտանգությունից վեր դասելու այդ թեզը փաստացի խոչընդոտել է հրդեհաշիժման աշխատանքներին։ Հուզիչ ելույթներ ունեցան նաև տուժած բնակիչներ ու բիզնեսի սեփականատեր։ Դերասանուհի Հեյդի Մոնտագը եւ նրա ամուսինը Սփենսեր Փրատը, որոնք կորցրել են իրենց տները, հայտարարեցին, որ պետական կառույցները ձախողել են իրենց հիմնական պարտականությունը պաշտպանել քաղաքացիների կյանքը։ Փրատը նաև հայտարարել է, որ Լոս Անջելեսի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու է խոստանալով համակարգային փոփոխություններ եւ լիարժեք հետաքննություն։ Հավաքի ընթացքում բազմիցս հնչել են քննադատություններ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի եւ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասի հասցեին։ Հավաքի մասնակիցները ներկայացրել են մի շարք պահանջներ՝ հարկային արտոնություններ վերակառուցման համար, թույլատվության վճարների չեղարկում, տեղական ոստիկանության եւ հրշեջ ենթակառուցվածքների ամրապնդում, էլեկտրագծերի ստորգետնյա անցկացում, հստակ եւ գործնական տարհանման պլաններ, ինչպես նաև անկախ հետաքննություն։ Այսօրվա համար այսքանը, հուսով եմ ձեզ հետաքրքրեց բոլոր թեմաները։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։